Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր ապրիլի 4։ Ես եմ։ Մի անգամ ես խնդրեցի Սուրբ Հոգուն տալ ինձ խոսքից հավատքի մեկ պարբերությամբ նկարագրություն, որպեսզի մեր Teen Challenge թմրամոլության հետ պայքարող կենտրոնի ծառայակիցները կարողանան հասկանալ այն։ Ես գրադարանում ունեի մի գիրք, որը սահմանում էր հավատքը ավելի քան 300 էջով, բայց ես այն այդպես էլ չհասկացա։ Կարծում եմ, որ հեղինակն ինքն էլ դա նույնպես չէր հասկացել։ Մի անգամ Մովսեսն էլ նմանապես հարց տվեց. «Դու ով ես, Աստված։ Ինչ ասեմ ժողովրդին, ինչ է քո անունը»։ Աստված Մովսեսին պատասխանեց 2 բառով, երբ ինքն իրեն նկարագրեց. «Այսպես ասիր Իսրայելի որդիներին. ինձ, ես եմ ու ուղարկեց ձեզ մոտ»։ Ելից 3:14 խոսք։ Ըստ ժամանակակից մտածողության Աստված չափազանց պարզեցրեց իրեն։ Պատկերացնում եք, որ Մովսեսը պատասխանի «Ով է քեզ ուղարկել» հարցին. «Ես էմն է ինձ ուղարկել»։ «Ես էմը» ո՞վ է կոնկրետ։ Սակայն Աստված հարցնում է. «Ինչ է քեզ պետք, փրկություն»։ Ուրեմն ես եմ փրկությունը։ Ես եմ այն ամենը, ինչ քեզ պետք է։ Հավատք մեզ համար նշանակում է լսել Աստծուն, երբ ասում է «Ես եմ» և դրան արձագանքել մեր կյանքում «Նա է»։ Հավատքը պարզապես ընդունում է Աստծո նկարագրությունը իր մասին։ Աստված ասում է. «Ես կազատեմ քեզ փոթորկից»։ Ես արձագանքում եմ. «Նա կազատի ինձ փոթորկից»։ Հավատքն ընդունում է Աստծուն այնպիսին, ինչպիսին որ կա, քանի որ Աստված հավատարիմ է։ Ո՞րն է ձեր կյանքի փոթորիկը, անկայունությունը։ Ինչպե՞ս եք դիմակայում դրան։ Խնդրեք Աստծուն տալ ձեզ հավատք հավատալու համար։ Խնդրեք Նրանից հավատք, որ անկախ նրանից, թե ինչ էլ տեղի ունենա, անկախ նրանից, թե ինչ պայմանների էլ որ հանդիպեք, անկախ նրանից, թե ինչ փոթորկի էլ բախվեք, միայն Նրան հավատալով դուրս գաք այդ ամենից։ Պողոսն ասաց. «Որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ»։ Փիլիպպեցիս 4:11 խոսք։ Ես հավատում եմ, որ երբ հավատքը բռնեց Պողոսին, նա բավարարված էր այդ պահից սկսած։ Նա Աստծո կամքի կենտրոնում էր և ուներ Աստծո խոստումը։ Նա աղոթքով անցավ այդ ամենի միջով։ Կարևոր չէր, թե ինչ փոթորիկներ էին սպասում իրեն այդ պահից սկսած, Աստված փոթորկից հանել էր խայթոցը։ Աստված կարող է փոթորկի խայթոցը հանել նաև ձեզ համար։ Թույլ կտա՞ք Նրան։ Ուրեմն դիմակայեք ձեր փոթորկին։ Աստված թույլ չի տա, որ դուք սուզվեք կամ վնասվեք։